Բյուրեղավանում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր։ Ստացված շտապ հաղորդումների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 30։ Այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող անձինք, հայտնում են հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից։ Քաղաքացիների մոտ արձանագրվել են սրտխառնոց, փորլուծություն, փսխում եւ մարմնի ջերմաստիճանի բարձրացում, որոնք բնորոշ են աղիքային վարակներին։ Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Վարդումյանը հայտարարել է, որ կանչերը սկսել են գրանցվել 3 երեկոյան ժամը 7-ից։ Տվյալ վիճակը ներկայումս շարունակվում է, նորից շտապօգնության բազմակի կանչեր, նաև դիմելիությունը պոլիկլինիկայում նույն գանգատներով, որոնք սկսվել են հոսպիտալացվել, այսինքն հիվանդների վիճակը մի քիչ դեպի ավելի ոչ դրական դինամիկա ունի։ Լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար իրականացվել է նաև խմելու ջրի նմուշառում, որում որևէ շեղում չի հայտնաբերվել։ Կատարված քիմիական հետազոտությունների ներառյալ մնացորդային քլորի չափումները ցույց են տվել, որ դրանք նորմայի սահմաններում են, ավելի ուշ հայտարարել է Veolia ջուր ընկերությունը։